Մամաս պաշտամունքի ժամանակ այդ կանգնած էր եւ որ արդեն հացը մոտեցրել էր հովիվ եղբայրը, որ մայրս պետք է ընդուներ որպես տիրոջ մարմին, ես չէի հասկանում։ Այդպես երեխա ասեցի հովին, ասի՝ մի կտորել ինձի դուր։ Մի կտորել ինձի դուր, այդ ինչ լավ բան է, որ դու ամեն մեկին փոքր կտոր ես տալի, ուրեմն դա այնքան քաղցր բան է ու քիչ է, որ բոլորին ուզում ես քիչ բաժանես։ Եվ հովիվը նայեց, ասեց՝ քեզի չի կարելի։ Ես տխրեցի մեջ, ասի՝ այ քեզ բան։ Այս հավատացյալները չեն ղմշում մի կտոր հաց տան։ Այդ ինչ է դրա եղածը, որ բան չեն անում։ Ես չէի հասկանում։ Հետո որ լսեցի այդ խոսքերը, մամային հարցրեցի, ասի՝ ինչի եք հաղորդություն ընդունում։ Մայրս ասեց, որպեսզի Տիրոջը հետ հաղորդ լինենք։ Ես եկա քրերիս հավաքեցի, 3 քրերիս ասեցի, այս հավատացյալները, որ ուզում են հափշտակվեն եւ Տիրոջ հետ հաղորդ լինեն, սրանք կարևոր մի հատ պաշտամունք են անում։ Արեք մենք էլ էդի կազմակերպենք անենք։ Եվ քրերիս խելքը կերա, այդպես համոզեցի, իջանք ամենալավ տեղը պատվալն էր, որտեղ ոչ մեկ մեզ չէր կարող գտնել։ Պատվալը ոչ մաման կարար գտնել, ոչ տատիկը, ոչ պապան։ Վերջը այնտեղ բոլորը պատրաստեցինք, գինու փոխարեն վերցրեցինք բալի կամպոտը, հացերը մանր կտրտեցինք եւ սկսեցինք ոտնալվայի արարողությունը։ Ինչպես Հիսուսը ասեց, ինչպես ես ձեր ոտքերը լվացի, այնպես էլ դուք իրար ոտքերը լվացեք։ Ասի քրոջս մեծ դու մեր եպիսկոպոսն ես, մենք անքո մոտ խոստովանվենք։ Եվ կամած բոլորս եկանք իր մոտ պատմեցինք մեր բոլոր մեղքերը։ Էս եմ արել, այն եմ արել, էս բանը մամային եմ նեղացրել, էս չարությունն եմ արել։ Վերջը պատնինք, պրծանք, լրիվ մտանք հաղորդության պաշտամունքի մեջ։ Հիմա քուրս վերցրեց, թե որ իրան արդեն բան էինք վերցրեց, այդ հացի ամանը, որի մեջ մանր հացերը շարած էր, գոհության աղոտ քայեցինք եւ ընդունեցինք։ Հիմա եկավ գինու պահը, արդեն այդ կաբալի կամպոտն էր։ Մեկը մաման մանա գալի, մեզ մանա գալի չի գտնում։ Այս կոմա գնում են կոմ ասма սրանք կամ հարևանի տունն են քանդում, կամ եսիմ ինչ են անում, որտեղ են այս 4-ն էլ իրար հետ մի վատ բան են անում։ Վերջը սաղ տունը քանդելուց հետո, ման գալուց հետո տեսնում ա որ մնաց մենակ պատվալը, այնտեղ որտեղ հավաքված էինք։ Մեկ էլ մայրս իջավ պատվալ, տեսավ ջրերը դրած, պես բաների մեջ ամանների, հացը դրած, պես բալի կամպոտը դրած։ Մեկ էլ ես չոքերին խփեց, ոյ, ասեց Աստված ջանների, չեն հասկացել, այս քո սուրբ պաշտամունք այդպես խաղի են վերածեների։ Մեկը քրոջս խփեց, մեծ քրոջս։ Ես արանքը էլի ճղեցի, գոռացի, հալածանք ասկսե փախանք։ Մեծ հալածանքներ, ճիշտն ասած, այդպես այդ գինին այդպես չվայելեցինք խորհրդով բալի կամպոտը։ Հետո անցան տարիներ, Տիրոջ օգնությամբ սիրելիներ, մենք բոլորս դառանք եկեղեցու անդամներ եւ մենք Տիրոջ օգնությամբ հաղորդ եղանք Տիրոջ մարմնին եւ արյանը, փառք Հիսուսի։